Ողջույն բոլորին, այս տեսանյութում կլինի հաջորդ շաբաթվա կանխատեսումը մարտի 17-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածի համար, հաջորդ նախորդ շաբաթ իհարկե չեղավ, ինչ պատճառներով, այս շաբաթ նորից կրկին կնայենք, ինչպես որ մենք նայում էինք ընդհանուր ֆոնը, անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և առողջությունը իհարկե։ Այս քարտով կնայենք ընդհանուր ֆոնը, իսկ մյուսով կնայենք արդեն ոլորտները։ Ահա, պատրաստ եմ քարտերը։ Շնորհակալ եմ բոլորից բաժանորդագրվելու համար, լայքերի, մեկնաբանությունների համար։ Եթե հարցեր ունեք, կարող եք հարցերը հնչեցնել, ես առանձին տեսանյութի միջոցով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Յուրաքանչյուր ալիք կունենա իր հարցերի պատասխանների տեսանյութերը։ Այնպես որ եթե հարցեր ունեք, ինչ որ ոչ թե ձեր անձնականի հետ կապված, որովհետև անձնականը միայն կարող եք դիմել անձնական խորհրդատվության համար։ Իսկ եթե ուղղակի ինչ որ հարցեր կան, որոնք որ ձեզ հետաքրքրում են, ապա այդ հարցերի պատասխանները կարող եք ստանալ։ Եվ մենք կնայենք արդեն խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 17-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր ֆոնը, փոքր այստեղ խոչընդոտները, չգիտես ինչու։ Այդ րոպե կներեք։ Խոյերի անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ և իհարկե առողջությունը։ Մի քիչ շաբաթվա ընթացքում խառն են, այստեղ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, միգուցե նաև ֆինանսների հետ է դա կապված, անձնական հարաբերությունների հետ է կապված, որովհետև այստեղ հարաբերություններում կարծես թե խաղ է կայանում, դրա համար միգուցե դա է խոչընդոտներ, միգուցե ֆինանսների հետ է կապված, որտեղ առողջության հետ կապված բացարձակապես խնդիրներ չկան։ Եվ այստեղ ինչ էլ որ լինի, միևնույն է կկարողանաք հաղթահարել այդ խոչընդոտները, որովհետև եթե նայում եք այդ քարտի մեջ, ապա այստեղ տեղ կա, որտեղ որ մարդը կարող է ուղղակի քայլել, ոչ թե օրինակ գնալ խոչընդոտներով, բարձրանալ եւ այլն, այլ կկարողանա բոլոր տեսակի ելքը գտնեք, որպեսզի հարցերը լուծեք շաբաթվա ընթացքում, ինչ էլ որ լինի։ Միայն այստեղ հարաբերությունները խաղի եք վերածել կամ լուրջ չեք վերաբերվում հարաբերություններին, հնարավոր է նաև ինչ-որ մեկը կա ձեր կողքը, ով որ իրոք եւս էլի լուրջ չի վերաբերվում հարաբերություններին, եթե նոր եք ծանոթացել ինչ-որ մեկի հետ, ասեմ հետադարձ է Վեներան եւ իրոք կարող է լուրջ չվերաբերվել ձեզ, ժամանակ հետո կարող եք նաև ուղղակի բաժանվել իրարից։ Իսկ ընդհանուր հարաբերությունները խաղի մի վերածեք, ավելի լուրջ նայեք ամեն ինչին, որովհետև հենց խնդիրները դրանից է առաջանում, որ ընտանեկան կյանքը դառնում է խաղ կամ ընդհանրապես խոյերը այնպես է, որ եթե հիասթափվեցին, իրոք ընտանեկան հարաբերությունը դառնա խաղ ձեզ համար, հատկապես տղամարդիկ, այնպես կարող են լքել, որ չեք էլ պատկերացնի։ Դրա համար ուղղակի ավելի լուրջ վերաբերվեք յուրաքանչյուր հարաբերության։ Թեկուզ եթե շփվում եք ուղղակի իրար հետ, մեկ կռվում եք, մեկ բարիշում, կռվում, հաշտվում եւ այլն, նման բաներ հարկավոր չի անել այս շաբաթվա ընթացքում։ Իսկ աշխատանքի վերաբերյալ սա ոմանք կարող են որոցը պայմանագիր կնքել, ոմանք կարող են նաև աշխատանքում ոնց որ մշտական աշխատանք է սա, որը որ մարդը անում է եւ ցիկլային է, հա, այսինքն դուք միշտ նույն աշխատանքով եք զբաղվում։ Ովքեր որ աշխատանք են փնտրում, կարծես թե դեռևս փնտրում եք։ Նաև այստեղ հնարավոր է
ընտանեկան ոչ է բիզնես հիմնեք եւ այդպես աշխատեք կամ ընտանիքով ամուսիններով նույն տեղում աշխատեք։ Սա նաև իրավաբանական որոշ գործընթացներ են, որոնք որ պետք է անեք, կամ իրավաբանական պարտականություններ են, որոնք որ պետք է անեք այս շաբաթվա ընթացքում։ Միգուցե աշխատանքային գրաֆիկն եք ցանկանում փոխել։ Ուզում եք մեկ այլ աշխատանք, հիմա այս 8 ժամը առավոտյան եք աշխատում, միգուցե ուզում եք նաև երեկոյան աշխատել, փոխել աշխատանքը։ Դե միայն այստեղ ֆինանսների հետ է կապված, որ այդքան էլ լավ վիճակ չէ, ուշադիր եղեք, թե որտեղ եք ներդրում կատարում, անպայման, որովհետև սա կորուստ է նշանակում, իսկ կորուստն էլ ֆինանսների հետ կապված հնարավոր է։ Նաև կարող է որևիցե մի գործ եք ուզում անեք, աշխատանքը շատ է, բայց կորցնում եք, ավելի շատ չեք վաստակում գումար, քան կորցնում եք։ Հնարավոր է նման ինչ-որ մի բան է։ Միգուցե այս շաբաթ ուղղակի այդպես որոշել եք, որ մտածում եք ինչ-որ միտեղ մի գործ անեք, բայց այն որ ասում է 20 դրամով ինչ-որ ապրանք եք առնում, բայց չի վաճառվում, 10 դրամով եք վաճառում եւ դա կորուստ է նշանակում։ Ինչ-որ մի բան է, որը աշխատանքը շատ կլինի, ֆինանսական գումարները ավելի շատ կարող եք կորցնել։ Սա նաև որից է մեծ գումար միանգամից ինչ-որ մի բան առնել, հա, ոնց որ կամ տուն եք գնում կամ ինչ-որ մի բան, այդ մեծ գումարը կորցնում եք, դա հիմա այս քարտով է կորուստ համարվում, բայց ինքը ոնց որ մեծ գումար դուրս տալ է նշանակում։ Միգուցե տանիր եք գնում կամ դե այս շաբաթ բացարձակապես չի կարելի, հետադարձ է Մերկուրին, եթե տեխնիկա պետք է գնեք թեկուզ աշխատանքի հետ կապված, բացարձակապես հենց սա դա է ասում, որ կորցնելու եք այդ գումարները, որտեղ անիմաստ բան եք գնելու։ Հետո փոշմանելու եք, որ այդքան գումար տվեցիք դրան, որ ինքը այդքան չարժեր։ Դե համար բավականին այստեղ ուշադիր եղեք, թե ինչի մեջ եք ներդրում անում, ինչ եք գնելու, ինչ պետք է անեք, ինչքան եք ապրանքը գնում, ձեզ ձեռ է տալիս, որ այդ ապրանքը հետո վաճառեք, թե ոչ, թե ուղակի գումարը դուրս է գնալու, բայց օգուտները չկա կամ հավասար օգուտ է, հա, սա կորուստ է, որը պետք է ուղակի ուշադիր լինեք։ Եվ կարող դա է հենց խոչընդոտներ ստեղծում։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ոչինչ չեմ կարող ասել, որ ինչ-որ խնդիրներ կա, առողջ, առույգ, ոչ մի բացարձակապես առողջական խնդիրներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը, ինչ որ տեղերում կլինեք։ Անձնական հարաբերությունները ցուլերի, աշխատանք, էլի նորից նույնը, որոնց խոյերին, գումարներ եւ իհարկե առողջությունը։ Այստեղ այս շաբաթվա ընթացքում բավականին շատ կլինեք տարբեր մարդկանց մեջ, որտեղ որ այդ մարդիկ ավելի հաճելի կլինեն ձեզ, շրջապատված կլինեք տարբեր տեսակի մարդկանցով, նաև պետական աշխատողներ, նաև հանրային մարդիկ, ովքեր որ կարող են ձեզ շրջապատել, նաև մի տեսակ իմաստություն կիջնի ձեզ վրա, ինչ որ մի փոփոխություն կզգաք ձեր կյանքում, հնարավոր է նաև մի փոքր արդեն տարիքն էլ զգաք, որ այո, այս տարիքում եք արդեն գտնվում, ինչ որ մի բան է, որը մարդը ձեռք է բերելու այս շաբաթվա ընթացքում, միգուցե ինչ որ մի բանից, ինչ որ մի պահվածքից եւ այլն, հնարավոր է այդպես ինչ որ դա կարող եք զգալ։ Դե ինքը ընդհանուր հաջողության քարտն է նաև համարվում, հաջողակ քարտ է։ Անձնական հարաբերություններում այստեղ դե տղան ինչ է ասում, տղա է, աղջիկների համար սա նոր ծանոթություն է, միգուցե ձեր ամուսինն է վերադառնում, միգուցե ձեր տղան է վերադառնում տուն,
շատ կարևոր դեր է խաղում տղան, միգուցե տղա երեխա եք ունենում, եթե հղի եք, այստեղ հնարավոր է նաև հղիություն։ Եթե դեռ սեռը չգիտեք, միգուցե նաև տղա երեխա է, նաև ընտանիքի կամ շատ կզգաք տան տղամարդու կարիքը, շատ կզգաք ձեր տղայի կարիքը, միգուցե որ իր հետ լինեք, շփվեք։ Ինչ որ տղա է, որը որ կարևոր է ձեր կյանքում ձեր անձնական հարաբերություններում։ Դե սա աղջիկների համար նոր հարաբերություններ, տղաների համար եւս դա ձեզ է ցույց տալիս, որ դուք միգուցե փնտրում եք ինչ որ մեկին։ Կամ ձեզ է ցույց տալիս, որ դուք այս շաբաթ ավելի կլինեք տղամարդու դերում, ավելի շատ պարտականություններ կունենաք տղամարդու հետ կապված, հա, ոնց որ տանը ինչ որ մի բան փչացավ, ահա, դուք պետք է անեք, ոնց որ կզգաք, որ մի քիչ ավելի շատ զբաղվեցիք այնպիսի գործերով, որոնք որ օրինակ նախորդ շաբաթներում չեք զբաղվում։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված, ինչպես որ արդեն ասեցի, խոյերին նույնն է սա, որոշ պայմանագրեր կարող եք կնքել, այստեղ աշխատանքը կապված է հենց ցիկլի հետ, ոնց որ մարդը մշտապես գնում է նույն աշխատանքին առավոտից մինչև օրինակ 8 ժամ, այդպես աշխատում եք։ Նաև սա գուցե աշխատանք եք փնտրում եւ սա այս կլորը ինքը վերաբերվում է, որ միշտ նույն process-ի մեջ եք այս շաբաթ։ Միգուցե այս շաբաթ անընդհատ կգնաք եւ աշխատանք կփնտրեք, հա, նույն process-ի մեջ եք։ Ովքեր բիզնես ունեն, էլի նայես նույն process-ի մեջ, միգուցե ինչ-որ պատվեր եք ունենում եւ այս շաբաթ անընդհատ այդ նույն բաները պետք է անեք։ Հա, ոնց որ նույն բանն է, որ մարդը ամեն օր նույն բաներն է անում։ Նաև սա իրավաբանական հարցեր են, որոնք որ պետք է կարգավորեք, հնարավոր է նաև ընտանիքով եք ուղղակի բիզնես որոշում հիմնել, նաև այնպիսի մի փաստաթղթեր կարող եք ստորագրել, որոնք որ իրավաբանորեն է հաստատվում, կնիքով, հա, այդպես կարող է նաև գնում եք նոտար եւ ինչ որ մի բան եք հաստատում աշխատանքի վերաբերյալ, բիզնեսի վերաբերյալ դա կարող է լինել։ Նաև աշխատանքի վայրում եւս ամեն ինչ նորմալ կլինի, շփումը, թե կողքից օգնում են այդ օգնությունները, հա, ոնց որ մշտական նույն այստեղ նույն դիրքով։ Եվ կարող եք ինչ որ մեկին գտնել, ում հետ որ կարող եք բիզնեսը կիսել կամ աշխատել ընդհանուր։ Իսկ գումարի հետ կապված հնարավոր է ձեր ընկերն է ձեզանից գումար ուզում, հնարավոր է դուք եք ձեր ընկերոջից գումար ուզում, միգուցե գումարի կարիք կա եւ դիմում եք ձեր ընկերոջը, որպեսզի նա ձեզ օգնի այդ հարցում։ Նաեւ միգուցե դե ինչ ասեմ, սրանով այն գումարները, որոնք որ դուք վաստակում եք կամ սա հավատարմություն է նաև։ Մարդը ոնց որ տրամադրված է այդ աշխատանք անելու կամ այդ գումարները վաստակելու, չգիտեմ ոնց բացատրեմ դա։ Ոմանք կարող են գումար հետ գցել այստեղ, ոմանք ոնց որ նվիրված եք ձեր այդքան գումար աշխատելուն, այդպես։ Ոնց որ գիտեք, որ այստեղից ռեալ այսքան գումար է գալիս եւ նվիրված անընդհատ անում եք այդ գործը, որ այդ գումարը անընդհատ գա։ Նման որևիցե ինչ որ բահեր են այստեղ ձեզ մոտ։ Եվ կարող է, եթե այստեղ նաև ընկերներ կարող եք ձեռք բերել, ովքեր որ բավականին ֆինանսապես ապահովված կլինեն։ Գուցե նաև ինչ որ մի խորհուրդ էլ տան ձեզ, ներդրումներ կատարելու ֆինանսապես եւ այլն։ Եվ առողջության վերաբերյալ, այստեղ ոմանք կարող են հղիանալ, ոմանք կարող են ծննդաբերել նաև։ Փոփոխության քարտն է օրգանիզմում փոփոխություն է կատարվելու։ Նույնիսկ շատ եղեք, շատ մի կերեք, հնարավոր է նաև գիրացում, եթե ոչ հղիություն, դա որտեվ այնպես որ ուշադիր եղեք։ Միգուցե ձեր հարազատներից են հղիանում։ Միգուցե երեխա են ունենում եւ դուք պետք է խնամեք այս շաբաթը, ոնց որ որպես մեծ, որպես պետք է խնամեք երեխային։ Այսքանը։ Վատ շաբաթ չի, դե ինչ, շատ լավ շաբաթ։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 17-ից մինչև 23-ը։ Ընդհանուր ֆոնը, հիանալի է ընդհանուր ֆոնը, ուղղակի հիանալի։ Եկվորյակների անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ և առողջություն։ Այնտեղ մի փոքր բարդ պահեր կան։ Ուրեմն, նախ շաբաթվա ֆոնը դա ասում է, որ միայն ուրախ կլինեք, էներգիայով լցված կլինեք, յուրաքանչյուր բան ձեզ չի կարող շեղել ձեր աշխատանքից, ձեր գործերից, նաև միգուցե ինչ-որ մի բան եք շահում, եթե ուզում եք փորձեք, բայց մեկ անգամ ընդամենը, ինչ-որ պահեր կարող են լինել շաբաթվա ընթացքում, որոնք որ ձեզ ուրախություն կտան։ Անձնական հարաբերություններում այստեղ սա ասում է, որ ճիշտ ուղի եք գնում։ Այն որտեղ, որ հիմա դուք ուզում եք գնալ, ինչ որ ուզում եք անել, դա ճիշտ է։ Միգուցե ուզում եք ամուսնանալ, միգուցե ուզում եք բաժանվել, միգուցե ուզում եք հարաբերություններ ավելի լրջացնել, շփվել այս մարդու հետ, միգուցե շփվելը այդքան էլ խորհուրդ չեմ դա այս պահին, բայց ոնց որ պահեք։ Մի կորցրեք այդ մարդուն, բայց շփվելը այդքան էլ ճիշտ ժամանակ չէ հիմա։ Հետո մի փոքր ձգեք, երբ որ Վեներան կլինի ուղղայած, նոր հետո կարող եք շփվել իրար հետ։ Պետք չի հիմա։ Համենայն դեպս ուղղություն, միգուցե ընտանիքով եք ինչ-որ մի բան որոշել, միգուցե որոշել եք երեխա ունենաք, միգուցե որոշել եք տեղափոխվել մեկ այլ տարածք եւ այլն, ինչ-որ մի բան կարող եք որոշել ընտանիքով, դա եւս ճիշտ որոշում է։ Միգուցե զույգերով եք որոշել ինչ-որ մի բան, օրինակ առանձին ապրեք կամ նման ոչը պահեր։ Դա ասում է ճիշտ որոշում է, ճիշտ ուղի եք ընտրել, ճիշտ է ամեն ինչ։ Իսկ այստեղ աշխատանքի հետ կապված այս շաբաթ մի փոքր տանջալի է աշխատանքը, այս շաբաթ մի փոքր դժվար կլինի աշխատանքը եւ դժվար կլինի աշխատանք գտնել եւ հենց ծանր կլինի աշխատանքը։ Մի փոքր չէ, սա ընդհանուր այդպես է ասում։ Դժվարություններ կարող են նաև լինել, օրինակ բիզնեսի մեջ, դժվարություններ կարող են լինել աշխատանքում, դժվար կատարվող աշխատանք է, ես մոռացել եմ մոմոս վարեմ, կներեք, ոնց որ թե միշտ ձեզ մոտ եմ մոռանում։ Մի խոսքով դժվար աշխատանք է կամ ծանր ֆիզիկական աշխատանք է, որը որ այս շաբաթ պետք է անեք։ Նաև աշխատանքի մեջ այնտեղ ուշադիր եղեք հարաբերություններում, որպեսզի խնդիրներ չլինեն։ Եթե աշխատանք եք փնտրում, այդքան էլ խորհուրդ չեմ տա, ճիշտ է փորձեք, որովհետև ընդհանուր է կանխատեսումը, բայց եթե 1-2 բախվում եք, որ չէ, հեսա ոնց որ անհաջողություն է, այդպես է կոչվում ինքը ընդհանուր քարտը։ Սա նաև կարող է լինել, որ դուք կարող եք գտնել ձեզ համար ճակատագրական ինչ-որ մի աշխատանք, որը որ կամ իրոք շատ բարդ կլինի հետո ձեզ համար։ Կան չէ աշխատանքներ, որոնք որ իրենք դժվար են, բայց իրենք հստակ ոնց որ գիտեք, որ կամրանակ այդտեղ կաշխատեք, բայց իրենք դժվար են, դժվար աշխատանք է կամ միգուցե դժվար օդ է այնտեղ շնչելը, դժվար է այնտեղ ինչ որ ոնց որ մարդիկ ալյուրի հետ են աշխատում, չէ՞, փոշին անդադ կուլ են տալիս։ Ինչ որ բաներ կան, որոնք որ կարող է դժվար է, բայց ստիպված պետք է անեք։ Դա նաև ծանր բեռ է ձեր ուսերին, ձեր աշխատանքի հետ կապված։ Միգուցե ուրիշի ինչ որ բան է արել, այս շաբաթ այդ բեռը նստացնում են ձեր ուսերին, որ դուք եք մեղավոր, միգուցե դուք պետք է ինչ որ մի բան անեիք եւ չեք արել։ Մի քիչ դժվար է, եթե իրոք աշխատանք փնտրողների համար դժվար է սա այս շաբաթը։ Իսկ գումարների հետ խաղ մի արեք, եթե այստեղ աշխատանքը խնդիր է, ապա գումարի հետ խաղ մի արեք։ Մի անիմաստ այստեղ այնտեղ ծախսեք, տվեք սենց, այս մեկին պարտքով տվեք, այն մեկին պարտքով վերցեք, մի խաղ արեք գումարների հետ։ Մի գնացեք հենց իրոք խաղացեք, որովհետև կարող է շատ վատ լինել։ Կարող է շատ վատ լինել։
Դրա համար մի արեք դա։ Եվ երբ որ աշխատանքը չկա, մարդը միգուցե փորձում է խաղի մեջ գտնել, ինչ որ գումար կարող է վաստակել, գումար շահել եւ այդպես ապրել, բայց սա ասում է խաղ է, մի արեք դա, որովհետեւ խնդիրներ կարող են լինել։ Իսկ առողջության հետ կապված այստեղ զբաղվեք սպորտով, զբաղվեք ձեր առողջությամբ, ճիշտ սնվեք, երկար ճանապարհ գնալուց ուշադիր եղեք։ Միայն այդքանն է ինչ որ հատուկ բաներ, առողջության վերաբերյալ շատ բարդ բաներ չեմ ուզում ասել, որտեղ նախ ինքը ընդհանուր է։ Երկրորդն էլ դուք կարող եք վերցնել ձեզ վրա, դա այդ խնդիրը, որ ես ասում եմ, եւ հետո այդ խնդիրը քաշեք ձեզ վրա, այդպես կպցնեք ձեզ։ Դրա համար եթե խնդիրներ կան, ես կասեմ, ուղղակի ուշադրություն դարձրեք, ամեն մարդ գիտի իր խնդիրը առողջության հետ կապված բնականաբար, ուրեմն պետք է այդ խնդրին ուշադրություն դարձնեք։ Իսկ նոր խնդիր արդեն հնարավոր է ուղղակի դուք վերցնեք ձեզ վրա, դա որոշել եմ այդքան էլ չարտահայտել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում, ընդհանուր ֆոն էներգիայով լի եք եւ դրա համար ամեն ինչ կկարողանաք անել, դրա համար այդ ծանր աշխատանքն էլ եւս կկարողանաք անել։ Այսքանը։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը ինչ որ կին է, որ ձեզ համար շատ կարևոր կլինի։ Այդ կնոջ հետ պետք է հանդիպեք, այդ կինը գալու է ձեր տուն անընդհատ, ինչ որ աշխատանքներ պետք է անեք այդ կնոջ հետ, պատվեր է տալիս ձեզ, ինչ որ մի կին է, որը կարևոր է ձեզ համար։ Անձնական կյանքը խեցգետինների հիանալի է, աշխատանքը, ֆինանսները եւ իհարկե առողջությունը։ Ընդհանուր առմամբ հիանալի է շաբաթը։ Դե այդ կնոջը կամ պետք է խնամեք, միգուցե ձեր ընկերուհին է եւ ձեր խնամքի կարիք ունի, այնպես որ իրան պետք է խնամեք այս շաբաթվա ընթացքում։ Եվ անձնական հարաբերություններում այստեղ միգուցե ընտանիքով ինչ-որ մի բան եք ստեղծում եւ դրա հիման վրա ուրախանում, էներգիա հավաքում, միգուցե հարաբերություններ, նոր հարաբերություններ են, ուրախ եք, ամենայն դեպս ընտանեկան հարաբերությունը, ընտանեկան կյանքը ուրախ է անցնում, առանց որոշ խնդիրների։ Բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Կարող եք ամեն մեկը զբաղվել իր գործով, որը որ ձեզ երջանկացնի, ուրախացնի, իրար հետ շատ լավ լեզու կգտնեք, ամուսիններով խնդիրներ չի լինի, հարաբերություններում խնդիրներ չի լինի, նոր ծանոթության հետ կապված խնդիրներ չի լինի, բայց մի քիչ ձգեք նոր ծանոթությունները, որովհետև Վեներան է հետադարձ, անընդհատ չեմ ուզում կրկնեմ, բայց պետք է հասկանաք, որ դա տեսնում եք այդ մարդուն ավելի լավը, հետո կարող եք տեսնել իր գեշ մասերը, հիմա կամ հակառակն է էլի ընդհանրապես լինում միշտ։ Երբ որ հարաբերությունների մեջ են լինում, հարաբերություններում ամենավատն են տեսնում։ Լավ է, դուք ուշադրություն չեք դարձնում դրան։ Միգուցե ձեզ մոտ Վեներան ուրիշ ոլորտում է։ Շատ հավանական է։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված ոմանք կարող են գնալ օրինակ այստեղ մեկ այլ երկիր աշխատելու։ Միգուցե գործուղման են ձեզ ուղարկում, միգուցե դուք եք որոշում գնաք օտար երկիր, այնտեղ ապրեք, այնտեղ աշխատեք, այնտեղ ստեղծեք ձեր կարիերան։ Սա փոփոխություն է նաև աշխատանքում, հնարավոր է աշխատանքն եք փոխում։ Այս աշխատանքից մյուս աշխատանքն եք տեղափոխվում։ Դե լավ մտածեք, հետադարձ է Մերկուրին այս ընթացքում լավ երկար մտածեք, որովհետև հետո արդեն միգուցե հստակ են կայուն աշխատանքից դուրս գաք, գնաք մեկ այլ աշխատանքի, բայց այն աշխատանքը հենց Մերկուրին ուղղահայաց եղավ, այդ աշխատանքից դուրս գաք։ Իսկ այն կայուն աշխատանքը բաց թողնեք։ Դրա համար այս պահին մի փոքր ուշադիր եղեք այդ հարցում։ Մի շտապեք, մի այդպես ամեն ինչը։ Փոփոխություններ կարող են լինել նաև բիզնեսում, դե սա ընդհանուր լավ փոփոխություններ են, նոր ինչ-որ մի բանի սկիզբ կարող է լինել ձեզ համար, նոր ոչ մի բան եք անելու,
Դե գործուղումն էլ ձեզ էլի գումարներ կբերի, նաև միգուցե բարձրացնի ձեզ վեր։ Եվ ֆինանսների հետ կապված այստեղ ժամանակն է ինչ որ մի բան անելու, ժամանակն է ինչ որ ներդրումներ անելու, սա գնելու համար, կարող է շատ վաղուց ինչ որ բան եք ուզում գնել եւ չեք կարողանում գնել եւ հիմա ասում է, այո, ժամանակն է, վերջապես գնիր դա քեզ համար, որովհետեւ քեզ համար շատ կարեւոր է դա գնիր։ Կամ ներդրում արեք, կամ սկսեք գումար աշխատել ի վերջո, եթե մինչև այս նստած եք ոչինչ չեք անում, ապա ժամանակն է իրոք անցնել գումար վաստակելու, գումար աշխատելու, փոփոխություն մտցրեք ձեր կյանքում, եւ եթե ինչ-որ մի բիզնես ունեք, աշխատանք ունեք, որը ձեզ գումար չի բերում, հիմա այսա ասում է ժամանակն է փոփոխություն մտցնելու ձեր այդ աշխատանքի եւ ֆինանսների մեջ, հա, որտեվ եթե այս աշխատանքը եք գումար չի բերում, բնականաբար պետք է փոխել կամ ինչ-որ գիծը փոխել, ինչ որ բան փոխել, որպեսզի լավացնել կարող եք հետադարձ Մերկուրիի ժամանակ։ Նորը սկսել այդքան չեք կարող, բայց կարող եք լավացնել։ Իսկ առողջության վերաբերյալ ոչ մի խնդիր այստեղ գոյություն չունի։ Բացարձակապես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը շատ շփում տարբեր մարդկանց հետ։ Հնարավոր է բամբասանք նաև ձեր հասցեին չի բացառվում։ Առուսների անձնական կյանքը եւ իհարկե փորձեք լեզվակռվի մեջ չմտնել։ Աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Ուրեմն դե արդեն ասեցի, շաբաթվա ընթացքում բավականին շատ կխոսեք, կշփվեք, գուցե տարբեր մարդկանց հետ եք շփվում, տարբեր ինչ-որ հարցերի շուրջ եք ինչ-որ քննարկում, տան մեջ, աշխատանքի վայրում, ընկերների շրջապատում, մի խոսքով յուրաքանչյուր տեղ կարող եք շատ շփվել։ Դե երբ որ զգում եք, որ հասնում է արդեն լեզվակռվի, ուրեմն վերջ տվեք, այլևս մի շարունակեք դա։ Ուղղակի վերջ տվեք։ Անձնական հարաբերություններում այստեղ նոր հնարավորություն է ձեզ համար ստեղծվում, նոր կամուրջ, միգուցե հաշտվելու, միգուցե նորից սկսելու ինչ-որ մի բան, այստեղ նորից կարող եք սկսել, բայց Վեներայով մի փոքր ուշադիր եղեք, կարող եք, եթե չեք ուզում կորցնել այդ մարդուն մի փոքր ձեզ մոտ պահեք, բայց շատ մոտ մի թողեք, որովհետև չգիտեք հետադարձ Մերկուրիից հետո եւ հետադարձ Վեներայից հետո ինչ կարող է լինել դրա համար շատ մի այդպես տրամադրվեք դրան բայց այստեղ եւ հարաբերությունները կարգավորելու համար հիանալի կլինի այստեղ ձեզ համար եւ ինչ որ մեկի մոտենալու շփվելու համար եւս հիանալի է այնպես որ փորձեք ծանոթությունը հա պահպանել ինչ էլ ուզում ա լինի դե այստեղ հնարավորություն է տրվում, թե հիմա դուք կանեք դա, չեք անի, դա արդեն միայն ձեզանից է կախված, որովհետև հնարավորություն տրվում է։ Աշխատանքի վերաբերյալ այստեղ այն ճանապարհը, որը որ դուք եք ընտրել ձեզ համար, ինչ եք ուզում անեք, դա ասում է, որ շատ ճիշտ ճանապարհ է, շատ գնացեք այդ ճանապարհով։ Միգուցե ուզում եք դուրս գալ, միգուցե ուզում եք այնտեղ աշխատել, միգուցե ուզում եք բիզնես անեք, միգուցե ուզում եք փոխեք ոլորտը եւ այլն յուրաքանչյուր բան ինչը որ դուք ուզում եք անեք սա ասում է ճիշտ ուղի է միայն պետք է սպասել նոր բիզնես չի կարելի սկսել նոր աշխատանքի ամբողջությամբ նոր որ այնտեղ բացարձակ չեք եղել չի կարելի ընդունվել որովհետեւ ուղղայաց լինելու դեպքում կարող եք դուրս գալ կամ ընդհանրապես կարող է այդ աշխատանքը բացարձակ ձեզ դուրս չգալ Եվ արդեն սկսեք փնտրել մեկ այլ աշխատանք, հա, որովհետև ձեզ դուրս չի գա։ Եվ գումարների հետ կապված այստեղ կարող եք սկսել նոր ինչ-որ նախագիծ, որից որ գումար կարող եք վաստակել։ Նոր սկիզբ է ինչ-որ մի բանի։
Միգուցե եթե այստեղ բիզնես ուզում եք ինչ-որ պտտեցնեք, ինչ-որ մի բան անեք կամ երկրորդ եկամտի աղբյուր ձեզ համար գտնեք, սա հիանալի է այստեղ։ Ինչ-որ մի բանը ուղղելու համար եւս մեկը անելու համար հիանալի կլինի։ Այդ դեպքում արդեն շատ լավ է։ Հետադարձ Մերկուրին։ Նաև գումարների հետ կապված սա նշանակում է ոնց որ մարդը ոնց դա մարդը ոնց որ ոչ թե երեխական լինի, այլ միամիտ։ Փորձեք, եթե ձեզ այնց գումար կուզեն, միգուցե գան ձեր առջև արտասվեն, որպեսզի դուք գումար տաք եւ այլն, այդ միամտությունը մի ցուցաբերեք, որտեվ այդ ձեր միամտությունից կարող են օգտվել։ Վայ գումարս մոտս չի, մոռացել եմ, կարող դու գնես, հետո ես քեզ կտամ, հետո էլ դուք ամաչեք վերցնեք տվյալ մարդուց։ Դուք մի քիչ շուստերի եղեք այս շաբաթ ֆինանսապես։ Եվ նաև եթե ինչ որ մի բան այդքան էլ լավ չգիտեք, ոնց որ դեռ չեք հասկանում այդ ոլորտից, փորձեք այս շաբաթ դեռևս այդպես շատ գումարներ չդնել կամ չսկսել։ Հատկապես հետադարձների ժամանակը մի սկսեք, որովհետև դուք չգիտեք ինչ պետք է անեք, անիմաստ գումար եք ներդնելու։ Շաբաթն է այդպես թելադրում։ Թե չի ինքը եթե շաբաթը այդպես չլիներ, ես կասեի սկսեք էլի ու սկսեք։ Բայց ես գիտեմ, որ սկսելու եք, կանգնելու եք։ Հետո ասելու եք Արմինեն ասեց սկսեք, լավ է լինելու։ Ինչու ասեմ սկսեք, որ եթե լավ չի լինելու։ Մի սկսեք, շատ կարևոր բան է։ Հինը կարող եք, այն որ ինչ որ արել եք այն ժամանակ, դա կարող եք։ Ինչը որ ձեզ գումար ա բերել։ Ինչ որ մի քանի տարի առաջ ինչ որ բաներ էիք վաճառում, այդանով կարող եք ան, դա նմանատիպ բան անեք, հա դա հենց գումար կա, դա ուրիշ է։ Ամբողջությամբ նոր են, որ բաց ոչի բանից գաղափար չունեք, վերցնեք ու գումարներ դնեք, սկսեք ուզենակ անեք, այս շաբաթ, մինչև ապրիլ փակելու եք, անիմաստ գումարները գնալու։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ես ինչ-որ խնդիրներ հատուկ չեմ տեսնում։ Եթե ինչ-որ մի բան էլ կար, այստեղ ասում եմ, որ ամեն ինչ կկայունանա, ամեն ինչ կնորմալանա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը։ Մանկություն, երեխաների հետ շատ կլինեք, հղիություն, ով որ շատ է ուզում, ծննդաբերություն։ Տեսնենք, կույսերի անձնական կյանքը։ Գուցե այստեղ էլ նույնն են գնում, դա նմանատիպ ինչ-որ բան է։ Աշխատանքը, ֆինանսները և առողջությունը։ Այստեղ ընդհանուր առողջության հետ կապված նաև ինքն էլ է դա ասում, որ կանացի հորմոններ եւ այլն այդ մի քիչ ուշադրություն դարձրեք, նույնն էլ տղամարդկանց է վերաբերվում։ Տեղ հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, հնարավոր է ամբողջ շաբաթվա ընթացքում լինեք երեխաների հետ, ձեր թոռների հետ, միգուցե բերեն, ձեր մոտ թողնեն, կամ դուք գնաք խնամեք իրենց, որպեսզի իրենք աշխատեն։ Դա նաև ամբողջ շաբաթվա ընթացքում կարող եք միամիտ լինել, ինչ որ մի հարցերի շուրջ երեխական վերաբերվեք, լուրջ չվերաբերվեք ինչ որ բաներին, մատերի արանքով նայեք։ Սա նաև նոր ինչ որ մի բան կարող է ցանկանաք սկսել, բայց էլի պետք է ասեմ, որ այդքան էլ չի կարելի նորը սկսել։ Նաև սա բարձրունք է, սա առաջ խաղացում է նաև շաբաթվա ընթացքում։ Ուղղակի այստեղ եթե նայում ենք ձեզ մոտ աշխատանքը, դա արդեն առաջ խաղացում չի։ Դա նշանակում է ձեր որևիցե միամտության շնորհիվ ինչ որ մի բան կարող է լինել։ Միգուցե ինչ որ մանկական ոչ պահի ազդեցության տակ ինչ որ բան լինի։ Միգուցե որ ասում է երեխաները ոնց են, չէ, կապրիզանում, այդպես կապրիզանեք եւ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունենաք։ Դրա համար մի փոքր ուշադիր եղեք։ Իսկ անձնական հարաբերություններում այստեղ ոմանք կարող են ամուսնանալ, նշանվել, զաքսավորվել չի կարելի, բայց հարսանիք կարելի է։
Եվ հարսանիքը հետադարձ Վեներայի ժամանակ պետք է հստակ գիտակցեք, որ այո, ուզում եք ամուսնանալ։ Թե չէ, որ ճիշտն ասեմ, այդքան էլ չի կարելի հետադարձի ժամանակ։ Դա ցույց է տալի ընտանեկան կյանքը, որ հիանալի կլինի, միասնական կլինեք։ Մեկ շաբաթ կանեք ընտանիքով են ինչ որ միշտ եք անում։ Նաև սա որոշեք գործ սկսեք, ինչ որ նման պահեր։ Ինչ-որ մեկ հետ կարող ծանոթանալ, ում հետ որ հարաբերությունները կտանի դեպի ամուսնություն։ Հարաբերություններում ովքեր որ կան, իրենք կարող են որոշել, որ ժամանակն է արդեն ամուսնանալու, կարող եք արդեն ֆիքսել ձեր ամուսնության, ձեր հարսանիքի օրը։ Դա ընտանեկան կյանք է, ուրիշ ինչ-որ հատուկ բարդություններ, այստեղ ինչ-որ բաներ չկան։ Միայն լավ պահեր են այստեղ։ Եվ կարող է նշում եք, կարող է հղիություն եք նշում այստեղ։ Աշխատանքն է միայն, որ անհանգստացնում է։ Կարող է աշխատանքի վայրը հետ կապված խնդիրներ կամ ոչ թե ձեզ հետ, այն օֆիսի հետ կամ աշխատանքի իրենց մոտ ինչ-որ մի բան չի ստացվում եւ անհանգստանում եք հանկարծ չփակվի։ Լարվածություն կա կամ լարված աշխատանք եք անելու, որը որ անհանգստանում եք հանկարծ հաճախորդը նենց չլինի, որ դուրը չգա։ Անհանգստանում եք, կարող է ապրանք եք ուղարկել ճիշտ տեղ հասնի եւ ամեն ինչ նորմալ լինի։ Անհանգստանում եք այստեղ նաեւ ձեր բիզնեսի հետ կապված, որովհետեւ խնդիրներ կան այստեղ։ Ամենայն դեպս սա ոնց որ հենց այնպես միայն անհանգստությունը չի։ Սա նաեւ հենց խնդիրներ են աշխատանքում եւ բիզնեսում, դա է ձեզ հենց անհանգստացնում։ Եթե ինչ-որ մի ժամանակ ուղղակի երեխայություն եք արել եւ այդ աշխատանքը չեք վերցրել, չեք արել եւ այլն, պետք է հիմա փորձեք այս շաբաթ ուղղել այն, որպեսզի այս անհանգստությունները ուղղակի անցնի ձեր մոտից։ Իսկ գումարի հետ կապված հնարավոր է նաեւ որոշ նորություն, որոշ գաղտնիք բացահայտվի, ինչ-որ մի բան կարող եք իմանալ։ Նաև սա կարող է ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան սովորեք գումարի հետ կապված, ինչպես շատ գումար վաստակել, ինչպես ներդրում կատարել, կարող է հետաքրքրի ձեզ նման տեսանյութերը եւ դուք կարող եք նայել, սովորել ինչ-որ մի տեղից, թե օրինակ ինչպես կարելի է սա անել։ Նաև կարող եք գնալ սովորելու, կարող եք գնալ ինչ-որ ֆինանսների հետ կապված սովորելու, ֆինանսական այնտեղ չգիտեմ բիզնես ծրագիր եւ այլն յուրաքանչյուր բան ինչ որ կապված է գումար աշխատելու հետ։ Եվ հնարավոր է ինչ որ փաստաթուղթ եք ստանում, որտեղ մեջը գումար է նշված։ Դրա համար մի փոքր ուշադիր եղեք, մեքենա վարելուց այստեղ կարող եք իրոք երեխայություն անել, մեքենան արագ վարել, դե հա ոչինչ չի լինում, բայց չնկատեք որ նկարվեցիք։ Դա եւս ուշադիր եղեք, հնարավոր է նաեւ նման ոչ մի բան։ Սա նաև կարող է երկու եկամտի աղբյուր ունեք, երկու տեղերից է գումար գալիս կամ այս շաբաթ երկու տեղից գումար կստանաք, մեկը կարող է բուն աշխատանքն է, մյուսն էլ այն ինչ որ կարողանում եք անել, կարող են ձեզ պատվիրել եւ դուք այնտեղից էլ եւս ոնց որ թեթև գումար վաստակեք։ Այս շաբաթը այդպես կարող է լինել։ Եվ կարող եք փակ պահել ձեր ձեռքը, ավելի շատ գումարներ չծախսել շաբաթվա ընթացքում, որովհետեւ այստեղ անհանգստություն կա եւ չգիտեք հաջորդը երբ է գալու գումար, կարող է դա է կամ աշխատանք գտնեք թե ոչ, կամ աշխատանքում կմնաք թե ոչ, շատ ինչ որ նման բաներ կան։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ միայն ուշադրություն դարձեք կանացի օրգաններին, ուրիշ այստեղ ոչինչ, տղամարդիկ էլ իրենց։ Ուրիշ ոչ մի բան, վարակներ եւ այլն, մի փոքր, իմ հետ ինչ հարաբերությունների մեջ եք լինում, անծանոթ կարող է լինել եւ հետո խնդիրներ լինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը, ինչ որ կին է։ Դեղ ավելի շատ ձեր մայրն է։ Միգուցե իրան պետք է խնամեք, կամ ձեր տատին պետք է նայեք, գալիս է ձեր տանը մնա, կամ դուք եք գնում իրենց տանը մնում եւ ուշադրություն դարձրեք իրենց տան մեծերին։ Ինչ է սպասվում կշարքների անձնական կյանքը։ Ինչ է սպասվում կշարքների։ Որածոր արդեն տեղադրել եմ։ Եվ այստեղ աշխատանքը,
թռնում են ձեր քարտերը այսօր։ Գումարները եւ առողջությունը։ Այստեղ այդ կինը դրա համար կար։ Ուշադիր եղեք, այստեղ ինչ որ կին եթե մտնի, փորձի խառնել ձեր անձնական կյանքը, փորձեք չթողնել իրեն ներս, որովհետև այս կինը գալիս է, որ ինչ-որ մի բան տանի ձեզանից։ Դրա համար ուղղակի փորձեք իրեն չթողնել ձեր կյանք։ Յուրաքանչյուր մեկը թեկուս մայրը մարդու այնպես չի, որ մայրը չի խառնում բացարձակապես։ Դրա համար պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Սա անձնական հարաբերություններում ինչ-որ նոր բան պետք է մտնի, բայց ինչ-որ մի բան պետք է գնա։ Միգուցե պետք է դուք ինքներդ հիշողությունները եւ այլն հանեք ձեր կյանքից, որպեսզի նոր կյանք սկսեք։ Միգուցե սա նաեւ ինչ-որ մեկն է, որ կարճած եք իրենից, մտքով, սրտով, բայց այդ մարդը վաղուց չկա ձեր կյանքում, այ իրան պետք է բաց թողեք, որ նորը մտնի ձեր կյանք։ Հարաբերություններում եւս պետք է այն ինչ որ կա դժվարություններ, հիշողություններ, վայ դու սենց ես արել այս ժամանակ, հիշում ես սենց, այդ դրանք պետք է թողնեք, որ նոր կյանք մտնի։ Եթե չանեք, էլի նորից այդ կյանքով եք ապրելու, այդ անիմաստ էս քննադատել, քննարկել նույն հարցերի շուրջ, դրա համար այստեղ լավ կլինի, որ ուղղակի հանեք ձեր կյանքից այդ խնդիրները եւ այստեղ արդեն կսկսեք նորմալ ապրել։ Նաեւ սա կարող է լինել ոմանց մոտ, եթե դուք շփվում եք, այն թեթև հարաբերությունները, դրանք կարող են մնալ անցյալում, հիմա արդեն որոշակ, որ ավելի լրջացնելու եք ձեր հարաբերությունները եւ այլն։ Ոմանք կարող են հաշտվել, թողնել այդ ամեն ինչը անցյալում եւ հաշտվեն իրենց զույգի հետ։ Բայց այստեղ չի բացառվում ոմանց մոտ բաժանում եւ նոր կյանքի սկիզբ։ Եվ հավանականությունը մեծ է այդ բաժանման պատճառը կին է։ Կարող է ինքը տարեց կին է, միգուցե զոնքաժն է, միգուցե սկեսուրն է եւ այլն, ինչ որ մի կին է, հարևան է, մոր է, քույրն է, ամեն ինչ հնարավոր է այստեղ։ Մի լսեք իրենց ուղակի։ Եթե ուրիշ հարցով է այս կինը ձեզ մոտ, դա ուրիշ հարց է։ Ավելի ինչ որ ուրիշ հարցեր կան այստեղ։ Մի փոքր նաև ընտանիքում այստեղ դժվարություններ կան, կարծես թե կամ հարաբերություններում, չգիտեմ, երկու տեղն է կարող են լինել։ Նավր ինչ որ ցավ կա, նավր ինչ որ մի բան է այստեղ։ Կարող է ընտանիքով ինչ որ մի բան այստեղ ընտանիքին է վերաբերվում, ոչ թե առանձին մարդկանց, ընտանիքին։ Իսկ աշխատանքի վերաբերյալ այստեղ կամ մանր-մունր աշխատանքներ եք անելու, կամ եթե ինչ-որ մի բան պետք է անեք, շատ ուշադիր արեք դա, մանրուքներին ուշադրություն դարձրեք, մի անտեսեք, մի անպայման լավ խորացեք մանրուքների մեջ, եթե ինչ-որ բաներ պետք է ստորագրեք, անպայման մանրուքները, մանր տառերը ուսումնասիրեք, նոր հետո արեք։ Այստեղ կամ իրոք մանր-մունր աշխատանքներ են, կամ ինչ-որ բիզնես կարող եք սկսել, կամ բիզնես եք անում, որը որ այս շաբաթ պետք է ընկնեք այդ մանրուքների հետևից։ Ինքս ինչ-որ բաներ մոռացել եք գնել, որը որ իրոք մանրուքներ են, եւ շատ դեպքերում մարդիկ բիզնեսը սկսելուց չեն պատկերացնում, որ այդ նման բաներ պետք է անեին, եւ հիմա այս շաբաթ վայ, սա չկա, վայ, նա չկա, վայ, ինչ-որ փոքր բան, փոքր դետալ, փոքր գիծ, փոքր գրիչ, թուղթ եւ այլն, ինչ-որ բաներ կլինեն, որոնք որ պետք է գնեք այս շաբաթվա ընթացքում։ Բայց բավականին այստեղ լարված եք գումարի հետ կապված։ Կամ մանր փոքր աշխատանքներ են, որոնք որ անում եք, դրա համար եք անհանգստանում գումարի հետ կապ, որովհետև փոքր աշխատանք, փոքր գումարներ։ Կամ իրոք անհանգստություն կա գումարային այստեղ։ Բավականին շատ լարվածություն կա։ Կարող է ինչ-որ մեկին գումար եք տվել, հիմա չեք կարող վերցնեք, կարող է գումար աշխատելու համար է սա, լարված եք, չեք կարողանում ճիշտ գումար աշխատել, ընտանիքին ճիշտ պահել, այստեղ նաև էլ ինչ կարող եմ ասել։
կողը ներդրում եք արել եւ հիմա լարված եք, ոնց որ սպասում եք, թե ինչ կլինի։ Խորհուրդ կտամ, որ այս քարտով ներդրումներ չանել, որովհետեւ ներդրումից հետո կարող եք իրոք անընդհատ այդ վիճակում լինել։ Վայ ինչ եղավ, վայ կարող խափեն, վայ սա, վայ նա, վայ երբ են հետ վերադարձնելու, կարող է չվերադարձնեն, կարող սա նես չլինի, այնքան եք որ ասում է ինքն է ձեր վրա աչք եք տանելու, աչք եք ամենավատ բանն է դա, երբ որ մարդը ինքը իրան աչքով է տալիս։ Ուղղակի բաց թողեք։ Եթե գումար եք արդեն տվել կամ ինչ-որ մեկից գումար դիվերսնեք, դա է հենց անհանգստությունը, այստեղ։ Անհանգստություն, լարվածություն, որ երբ հա տալու։ Որ տանջանքով մաներում նրա աշխատանքներ եք անում, գումար եք հավաքում, գումար եք հետ գցում եւ հիմա ինչ-որ մեկը կարող վերցնի եւ կամ ապրանք ուղարկել եք, սպասում եք գումարի։ Ամենավատ բանն է դա։ Պետք է մինչև գումարը չտան, ապրանք չկա։ Այդպես է բիզնեսի օրենքը, եթե զբաղվում եք դրանով։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ոմանք կարող են իրոք սիրահարվել, ոմանք հենց այստեղ ընտանեկան այդ հարցերն են, որոնք որ կարող են ազդել ձեր սրտի վրա։ Փոքր սիրտը ուշադրություն դարձրեք։ Եվ մի քիչ շատ շարժվեք, ձեր արունը թող լավ շրջանառվի, որ հասնի սրտին, որ սիրտը սիրի։ Այսքանը ձեզ համար, ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը ֆիգուրներ են ընկնում բոլորին։ Տղամարդ է սա, ինքն է տղամարդը, որ կարևոր է ձեզ համար։ Կարիճների անձնական կյանքը կողը սիրահարվել եք եւ ամբողջ շաբաթվա ընթացքում միայն ինքն է, կամ սպասում եք ձեր տղային երբ է գալու, կամ ձեր տղային ուղարկել եք բանակ եւ սպասում եք, լարված եք, ուշքն ու միտքը ինքն է։ Աշխատանքը այստեղ այդքան էլ լավ չէ։ Ինչ է կարիճներ։ Ֆինանսները եւ առողջություն։ Այստեղ խափե բայ դա։ Ինչ-որ մեկն է, որ ուզում է մտնել ձեր կյանք։ Գուցե տղամարդն է, չեմ կարող հստակ ասել։ Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ բացառում, որովհետեւ տղամարդը ավելի վատ կարող է լինել, քան կինը, իդեպ ասեմ, երբ որ փորձում է մտնել ինչ-որ մի տեղ։ Ամենայն դեպս այստեղ խորամանկ պահեր կան, եթե հարաբերություններ սկսել նոր, մի քիչ ուշադիր եղեք, որովհետև այստեղ խաբեությունը եւ ուղղակի դե լուրջ չի տրամադրված, լուրջ չի վերաբերվում, կարող է այդպես խորամանկորեն ցույց է տալիս, վայ սեր կա, վայ հարաբերությունները նորմալ է, բայց չէ, այստեղ լավ ուշադրություն դարձրեք հարաբերություններին։ Եվ ովքեր որ արդեն հարաբերություններ ունեն, ովքեր որ ընտանիք են, հնարավոր է այստեղ ինչ որ մեկը ուզում է քիթը մտցնել ձեր հարաբերությունների մեջ, խառնել, խաբեություն մտցնել ձեր հարաբերություններում, կամ ձեզ է ասում ինչ որ մի բան, խափի հա դե մեկա չի իմանա, կամ նրան է ասում, խափի դե մեկա չի իմանա, ինչ որ մեկը կա, որ խառնակիչը մտել է ձեր ընտանիք։ Սա նաև եթե ինչ որ նման բաներ չեք զգում, ապա սա ձեզ է վերաբերվում, որ դուք պետք է լինեք մի քիչ շուստրի։ Թե ընտանիքը պահելու հարցում, թե հարաբերությունները պահելու հարցում, թե դիմացինին մոտենալու հարցում, մի քիչ պետք է շուստրի լինեք, որ կա, բայց ոչ ստախոս, որովհետև ինքը եւ ստախոս է։ Ոչ թե ձևականորեն, այլ ուղղակի պետք է մի քիչ աշխուժ լինել եւ այդ հարաբերությունները պահպանել։ Այնպես որ ես մարդ գիտեմ, ով որ հարաբերությունները մենակ այսպես շուստրի էր եւ մեկ հագուստ իր ամուսնու վրա 10 անգամ վաճառում էր։ Անընդհատ գումարներ էր վերցնում ամուսնուց։ Դե դա խաբեություն է եւ շուստրությունը երկուսը մեկում, որը որ այդքան էլ լավ չէ։ Դե եւ այդ քիթը մի թողեք, որ մտնի ուղակի ձեր կյանք այդքանը։ Հնարավոր է նաեւ սա տղամարդկանց է վերաբերվում կամ կանանց, նայեք տղամարդ է կա։ Սա գայթակղությունը
կախված է թե ձեր սև լույս հիմա փոխում է սև լույսին իր նշանը հնարավոր է դրանից էլ է հնարավոր է նաև ձեր սև լույսնից այստեղ գայթակղություն է հակառակ սեռի ներկայացուցիչի հանդեպ մի քիչ ուշադիր եղեք եւ գումարների հետ կապված այստեղ աշխատանքի հետ կապված անհանգիստ եք բավականին կամ խնդիրներ կան աշխատանքի հետ կապված չեք կարողանում աշխատել միգուցե նաև անհանգստություն կա այնտեղ աշխատանքի վայրի հետ կապված լարվածություն կա աշխատողների հետ կապված աշխատանք չեք գտնում եւ դա է ձեր լարվածության պատճառը դե եթե աշխատանքի վայրում խնդիրներ կան, հիմա դրա մասին եք մտածում, կամ շատ է աշխատանքը, կամ ինչպես կարող եք հասցնել այդ աշխատանքը, արդյոք կհավանեն ձեր կատարած աշխատանքը, սա ոնց որ ամպեր են, ամպերը ոնց որ կուտակվում է մարդու այդ աշխատանքի ոլորտի վրա եւ բիզնեսի հետ կապված նույնպես։ Ճիշտ է, այստեղ լուսավոր պահ կա, որտեղ որ դուք կկարողանաք դուրս գալ այդ ամեն ինչից, բայց նաև հալա այստեղ մի փոքր մարդը անհանգիստ է բնականա։ Եվ գումարների հետ կապված գումար կարող եք ծախսել ոչ միտեղ գնալու համար, որ հասարակական վայր այցելելու համար, կինո, թատրոն, նաև առիթից գումար է ձեզ գալիս, առիթի համար գումար եք ծախսում եւ դրա համար էստեղ անհանգիստ եք եւ աշխատանքը նորմալ չի, բայց դուք պետք է գումար ծախսեք եւ այլն, նման ինչ որ բաներ կարող է կա ձեզ մոտ։ Նաև կարող է ոչ հասարակական աշխատանքից է գումար ձեզ գալիս, ինչ որ գումար, որը որ մտնում է կամ ձեր տուն կամ անձամբ ձեզ, որովհետեւ մարդկանցից։ Նաև դե էլ ոչինչ այստեղ չկա, նայեք ինչ որ մեկին ուղղակի պարտքում գումար չտակ։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ինչ-որ հատուկ խնդիրներ չկան, կարող են դեղորայք են գրել, պետք է դեղորայք ընդունեք ճիշտ ժամանակին, նաև ուղղակի ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, այստեղ յուրաքանչյուր անհանգստություն կարող է բերել ինչ-որ մի խնդրի, որը որ հետո բացահայտվի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը, ընտիր է, ուրախ տրամադրություն, նվերներ, անակնկալներ, հիանալի պահեր շաբաթվա ընթացքում, գուցե առիթներ եք գնում, կան չէ, որ պահի տակ այդ մեկ շաբաթվա ընթացքում բոլորի ծնունդները կան։ Անձնական կյանքը աղեղնավորների աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Դե այստեղ արդեն ասացի ուրախ պահեր, նվերներ, հնարավոր է առիթ եք գնում ինչ-որ մարդկանց եւ այդ առիթի ժամանակ բավականին շատ կուրախանաք, այնտեղ կարող են անակնկալներ լինել նաև, որը որ բավականին շատ կուրախացնի։ Ինչ որ բայր կարող են լինել նաև, որ ձեզ ուրախացնի շաբաթվա ընթացքում։ Ինչ որ մի բանի լավացում, ինչ որ եթե ինչ որ մի բան այնպես չէր, դա կարող է լավանալ ձեզ մոտ։ Նվերներ ստանաք, դուք նվերներ տաք, այստեղ սիրային ժամադրություն, ովքեր որ միայնակ են հնարավոր է այդ նկատեք, այդ հայացքները ձեր նկատմամբ, կոմպլիմենտներ, այդպես։ Ինչ որ մի բան կարող է լինել, որից որ հիանաք, որից որ այդպես հմայվեք, ինչ որ մի բանով, ինչ որ մի խոսքով, նաև կարող եք զբաղվել ստեղծագործական աշխատանքով, ձեռագործությամբ եւ այլն, ձեր հոբիներով կարող եք զբաղվել։ Եվ այստեղ անձնական հարաբերությունում ժամանակն է։ Ժամանակն է, որպեսզի դուք ընտանիք ստեղծեք, ընտանիքը լավացնեք, հարաբերությունները լավացնեք, հաշտվեք,
ընտանիք կազմեք, սիրահարվեք, ժամանակն է մի խոսքով։ Նաև կարող է ժամանակը շատ օգտագործեք ձեր սիրելիի վրա այս շաբաթ։ Իդեպ լավ է, բայց պետք է բալանսավորել։ Աշխատանք եւ ընտանիք, սիրելի պետք է բալանսավորված լինի անպայման։ Մեկը մյուսին կարող է շատ խանգարել, եթե մյուսին տիություն անեք, մյուսը կկորի, մյուսին տիություն անեք, մյուսը կկորի։ Սա նաև կարող է ժամանակ էլ չունեք հատկացնելու ձեր սիրելիներին, նաև չի բացառվում դա։ Երկուսը կամ շատ ժամանակ եք վատնում, կամ ժամանակ չի լինում, կախված է թե մարդը ինչ է անում այս շաբաթվա ընթացքում։ Միգուցե իրոք առիթ ունեք եւ առիթ եք պատրաստվում եւ ոչ մի բանի ժամանակ էլ չունեք։ Բայց սա հենց ոմանց համար ժամանակն է, այո, ժամանակն է, որպեսզի արդեն մտածեք անձնական կյանքի մասին, կամ ընտանիքի մասին, երեխա ունենալու մասին, այսպես, ինչ որ ժամանակն է եկել։ Իսկ աշխատանքի վերաբերյալ այստեղ հնարավոր է, ուրեմն, դե ինչ որ էմոցիոնալ վիճակ է, ինչ որ կարող է պատվերներ եք գրանցում եւ այդպես էմոցիոնալ անում եք այդ աշխատանքը, ինչ որ մի բան կարող է լինել, որ աշխատանքի վրա, ինչ որ բան գախնի մնա ձեզ համար։ Աշխատանքը անեք մինչեւ շատ ուշ գիշեր, որովհետեւ հավաքվել է, որովհետեւ պետք է անեք, որովհետեւ պատվեր ունեք։ Սա նաև կարող է օգնել ձեր մայրիկին կամ ձեր մայրիկը կամ ինչ-որ կանանց հետ լինի, ինչ-որ աշխատանք անեք այս շաբաթ շատ կանանց հետ, ամեն ինչը կանանց հետ։ Ոմանք կարող են նաև հոգեբանությամբ զբաղվեն կամ հետաքրքրի ձեզ հոգեբանությունը ավելի շատ։ Եվ կարող է շատ տարվեք ձեր աշխատանքով, քիչ այդտեղ ուշադիր եղեք, որ հոգեբանական ճնշում չլինի ձեզ վրա։ Կարող է ձեր աշխատանքը այդպեսին է, անդադ այդպես հոգեբանական ճնշում կա ձեր աշխատանքի վրա։ Հնարավոր է նաև շաբաթվա ընթացքում հիշեք, թե ինչեր եք արել, ինչով եք աշխատել ժամանակին, ինչու հիմա չեք անում այդ աշխատանքը, կարող նաև պատմել ինչ-որ մարդկանց, որ այս սանով եմ զբաղվել, այս եմ աշխատել, ինչ-որ, կամ ինքներդ ուղղակի հիշեք, որ այս է անում, բայց հիմա ինչի չեմ անում, հիմա ինչի էլ հավես չունեմ անելու կամ նման ոչե պահել։ Եվ աշխատանքային սիրավեպ չի բացառվում, կարող է աշխատանքային սիրավեպ է նաև։ Էզոտերիկան շատ հետաքրքրի, գուցե ցանկանաք զբաղվել, սովորել այդ հարցերով, մագիան կարող է հետաքրքրել։ Այ ֆինանսները մի քիչ էստեղ խնդիր է։ Ֆինանսները բախվում եք անընդհատ կամ ուզում եք այստեղից գումար աշխատեք, չի ստացվում, սա եք ուզում վաճառեք, չի ստացվում, այնտեղից ուզում եք գումար վերցնեք, չի ստացվում։ Ինչ որ բաներ են, որոնք որ այս շաբաթ բախվում եք ֆինանսական առումով, կարող է դիմում եք աշխատավարձի համար, ասում եք դեռ չկա, ուզում եք գնալ աշխատանքին, թողնելով այստեղ էմոցիաներ կան նաև, կամ աշխատանքը կատարել եք եւ գումարի բախվում եք, այսինքն չի բավականացնում, որ այդ աշխատանքի համար ամբողջը գնեք եւ անեք, պատրաստեք, բախվում եք, խնդրի։ Ինչ որ մեկից պետք է ուզեք, ասենք կարողանաք դուրս գալ։ Իմաստուն ձևով, իմաստությամբ, կարող է պետք է հաճախորդին դիմեք կամ պետք է ինչ-որ ելքեր փնտրեք, եթե հաճախորդ բան չկա, բայց ֆինանսերի հետ կապված խնդիր կա, եթե լավ մտածեք, միգուցե ստեղծագործությամբ կարողանաք գումար վաստակել։ Եթե ոչ ոքին չլսեք, որովհետև այստեղ կողեղուցերին լսեք, դրա համար բախվեք, դրա համար լավ կլինի, որ ուղղակի մարդը մի քիչ իմաստուն լինի եւ կարողանա ելք գտնի գումար աշխատելու համար։ Եվ այստեղ առողջության վերաբերյալ ինչ որ խնդիրներ չկան, նայեք ձեր կանացի օրգաններին, նաեւ տղամարդիկ էլ իրենց։ Այսքանը ձեզ համար։ Եվ հորմոններին իհարկե։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 17-ից 23-ը։ Օ, հիանալի։ Տեսնենք անձնական հարաբերությունները, մեկ է տեսեք էլի մատանի դուրս եկավ։ Այդ եղջյուրների անձնական հարաբերությունները շաբաթ։ Չէ։ Աշխատանքը
ֆինանսները եւ առողջությունը։ Այս երկուսը իրար հետ են։ Մի հատ տեսնեմ ինչ որ բախումներից կվերջան, մի հատ քարտ հանեմ այս սրա համար, հետո նոր կորոշենք, որը որից հետո է։ Բա։ Շատ ուշադրության կենտրոնում կլինի ձեր հարաբերությունները, անձնական հարաբերությունները, աշխատանքային հարաբերությունները։ Այստեղ կարող է իրարից խռովել եք, կարող իրարից չեք խոսում, բա մարտուտը խառնել է ձեզ, մարտուտն էլ էր, չէ՞ ձեզ մոտ sense խառը, կարող խառնել է ձեզ։ Ինչ որ բաներ կան, կարող է ուզում եք ամուսնանաք, այստեղ բախվում եք, գումար չկա, սա չկա, աշխատանք չկա, տուն չկա։ Ուզում եք մոտենալ ինչ որ մեկին կամ ձեզ են ուզում մոտենալ, չի ստացվում, կամ ուզում եք որ այդ մարդը մոտենա, չի ստացվում։ Հարաբերություններ ուզում եք կարգավորել, ուզում եք հաշտվել, չի ստացվում։ Երկեսանի պահեր կան, գուցե իրենց շնորհիվ է դա։ Խառնել են իրար կամ ձեր հարաբերությունները։ Դեր են խաղում ձեզ մոտ երկեսայինները ձեր անձնական հարաբերություններում եւ գործնական, սա նաեւ գործին է վերաբերվում նույնը, որովհետեւ այդտեղ լարվածություն կա։ Այ մեկ քարտ էլ հանենք, բացի երկեսանիներից տեսնենք դուրս կգաք այդ վիճակից, այդ խոչընդոտներից ընտանեկան հարաբերություններում կամ անձնական ընդհանրապես հարաբերություններում։ Դե հա, եթե ուժ գտնեք ձեր մեջ, կարողանաք պայքարել ձեր հարաբերությունների համար, այնպես անել, որ կարողանաք հաշտվել, յուրաքանչյուր բան կինը կարող է այնպես անել, որ հաշտվել, քիչ տղամարդու հետ համար է խնդիր լինում, բայց կանացի խորամանկությամբ կարող եք հաշտվել ձեր սիրելիի հետ։ Յուրաքանչյուր հարցում ուժ, հա, ինչ որ մի խնդիր եթե լինի, ոչ թե ուժային կիրառում, այլ ուղղակի ձեր մեջ ուժ գտեք եւ կարողացեք այդ ամենը հարթել։ Յուրաքանչյուր բան կկարողանաք հարթել, եթե ուզենաք, ձեր ձեռքում է։ Աշխատանքի հետ կապված եւս անհանգստություն են այստեղ։ Անհանգստություն, լարվածություն, կարող է եւ իրոք դա է պատճառը։ Դա է ինչ որ չափով խնդիրը չի բացառվում այստեղ։ Որովհետև աշխատանքում լարվածությունը նաև հնարավոր է գալիս է տուն եւ տանն էլ է շարունակվում այդ խնդիրը։ Որտեվ ոնց որ աշխատանքում բախումներ գալիս եք տուն, տունն էլ լարվածություն, տունն էլ այդպես է լինում կամ հարաբերությունները այդպես նորից։ Սա բիզնեսում մի փոքր կարող են խնդիրներ կան, աշխատանքի վայրում հնարավոր է դուրս գալու հետ կապված կամ այնտեղ մնալու, այնտեղ աշխատելու աշխատակիցների հետ կապված է խնդիրը, տրամադրություն չունեք այս շաբաթ աշխատելու բացարձակապես, կարող եք նեղվել եք այնտեղ աշխատակիցներից, տնօրենից, վախեր կան, հնարավոր է աշխատանք սկսելու, աշխատանք փնտրելու, աշխատանքից դուրս գալու, այնտեղ պատվերները ճիշտ տալու, ճիշտ ժամանակին տալու։ Ինչ որ լարվածություն կա, լարվածություն եւ փորձեք այնտեղ ովքեր որ աշխատում են դե չթուլանաք եւ ոնց որ ասում է արդյունքներ չտեսնեն։ Ինչ որ կավաբան լինի, նեղվեք այնտեղ եւ արտասվեք։ Կկարողանաք ամենը կկարողանաք ուղղել։ Հորանջեցի դա լավ չի։ Մաքրեք ձեզ, աղով մաքրեք, ինչ որ կողախնդիրներ կան այստեղ ձեզ մոտ։ Աղով մաքրելը դա ընդհանրապես պետք է աղով սրբեք ձեր տունը, հատկապես եթե մարդիկ են գալիս։ Եթե շատ մարդ է գալիս կամ գնում եք աշխատանքի վայր, այնտեղ ոչ մեկ չի իմանում, որ դուք մի հատ սեղանը ձեր աշխատանքի, եթե դուք առանձին աշխատանքի սեղան ունեք, այդ աղով, խոշոր աղով, ուղղակի կտորը թրջեք մեջը, ջրի մեջ եւ սրբեք, թող մնա, թող չորանա, հետո վրայից կարող եք այդ աղը հեռացնել։ Եվ գոնե մաքրեք այդ աղորան ձեր աշխատանքի վայրում, եթե այնտեղ խնդիրներ կան, եթե հատկապես ունեք առանձին սեղան, եթե չէ, ուրեմն կարող է տանն է։ Տունը մաքրեք։ Եվ այստեղ
գումարային առումով հավանականությունը շատ մեծ է, որ գումարներ վաստակեք, աշխատավարձ ստանաք, աշխատավարձի բարձրացում նաև լինի։ Չի բացառվում նաև այստեղ նվերներ, գուցե գումարի տեսքով նվերներ կամ դուք եք գումար ծախսելու նվերի վրա, նվեր գնելու համար, ուրախանալու, զվարճանալու համար գումարներ ծախսեք, ինչ-որ միտեղ գնաք, կաֆե նստեք, այստեղ այնտեղ ուրախանաք եւ դրանց վրա գումարներ ծախսեք։ Լավ ժամանակ անցկացնեք։ Եվ կարող է աշխատավարձի մի փոքր բարձրացում է կամ բոնուս կարող եք ստանալ։ Կարող դու անհանգստանում եք, բայց ամեն ինչ կողի լավ է եւ ոչ մի բան էլ չկա անհանգստանալու, կարող գումար ստանաք ձեր հոբիներից, եթե աշխատում եք, ձեր ստեղծագործական աշխատանքից, ինչ որ մի բան եք գործում, կարում, վաճառում եք եւ միանգամից եւ հաճախորդը գոհ կլինի։ Իսկ առողջության հետ կապված բացարձակապես այստեղ խնդիրներ չկան։ Բացարձակապես, եթե ինչ որ մեկն է խնդիրներ ունի, ապա այդ ամենը անմիջապես կանցնի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 17-ից 23-ը։ Ընդհանուր ֆոնը կին է, որ շատ կարևոր կլինի ձեզ համար, ձեր մայրն է, ձեր մորաքույրը, տատին, քույրը, խոսքով կին է, որ կարևոր է։ Ջրհոսների անձնական կյանքը, գուցե նոր մարդ է մտնում ձեր կյանք, նոր ընկերուհի, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Ուրեմն այդ կինը շատ մեծ դեր կխաղա ձեզ մոտ, նոր ծանոթություն կարող է լինել։ Իսկ ընտանիքում, անձնական հարաբերություններում այստեղ կարող է նորություններ ստանաք։ Միգուցե ձեր կողակիցը ձեր կողքը չի եւ իրենից նորություն եք ստանում։ Շատ կխոսեք ձեր զույգի հետ, հարաբերությունների հետ կապված, միգուցե ինչ-որ մի բան նստեք, քննարկեք ընտանիքով, կամ սա նոր ծանոթություն է, կամ եթե արդեն իսկ շփվում եք աշափատ, շփում, կգրեք մինչև ժամը 1000-ը իրար, անդադ կարող եք շփվել իրար հետ։ Նաև դա կարող է լինել փաստաթուղթ, որը վերաբերվում է ընտանիքին, զաքսավորում չի կարելի, բացարձակապես։ Կարող է շատ կարևոր ընտանեկան, որ փաստաթուղթ եք ստանում, ընտանիքին է դա վերաբերվում, որովհետեւ պետական որոշում, քննարկում, դատական գործեր չի բացառվում եւս, կարող է բաժանվում եք, կարող է ինչ-որ նման ոչինչ մի բան է կամ ընտանիքի հետ կապված, ամբողջ ընտանիքի եւ ինչ-որ մեկի միջեւ կարող այդպես լինել։ Իսկ աշխատանքի վերաբերյալ տունը դե ինչ ասում է, որ կամ տանն եք բերելու աշխատանք անեք, շատ է լինելու աշխատանքը, ընտանից ոչ է բիզնես եք սկսելու անել, ընտանիքով ոչ է գործ կարող եք անել, ընտանեկան կարող եք բիզնես սկսել, սա նաև ընտանիքը ձեզ կօգնի աշխատանքի հետ կապված հարցերում, կամ դուք կարող եք որոշել շարունակել ձեր ընտանեկան ինչ-որ գործեր, որոնք որ ընտանիքում են անում էին եւ հիմա դուք էլի որոշում եք սկսեք անեք։ Նաև կարող է ընտանեկան տան հետ կապված գործեր են, որ այս շաբաթ գործերը կարող եք թողել եւ զբաղվել օրինակ տան վերանորոգմամբ, տան կահույք գնելով եւ այլն, տեղափոխմամբ նաեւ, որտեղ հավանականությունը մեծ է, տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, քաղաք եւ չեք աշխատում, դրանով եք զբաղվում, տան գործերով, այդպես։ Յուրաքանչյուր գործ այս շաբաթ եթե անեք, լավ կվերջացնեք, հաջողությամբ կավարտեք ձեր գործերը։ Այնպես որ եթե ինչ-որ մի բան է, պետք է սկսեք։ Իսկ ֆինանսների հետ կապված սա առաջ խաղացում է։ Կարող գումարները գան
հոսք այդպես գա հավանականությունից է ինչ որ բան է կարել էստից գումար են տեղից sense գա տարբեր տեղերից գա միգուցե մի 10 հատ ինչ որ տարբեր աշխատանքներ կան եւ գայս է կամ լիքը հաճախորդներ ունեք կամ մեկը գումարներ են փոխանցում ձեզ Նաև սա կարող է գումար եք ծախսում, որպեսզի գնաք ճամփորդության, հանգստանալու համար, կա տոմսեր եք գնում, բայց ամառվա համար, որտեղ հիմա ավելի մաչելի է, չէ՞։ Ջուրի տակ գնալու համար կարող եք հիմա գնել տոմսերը։ Ցանկանաք գումարային փոփոխություն մտցնել ձեր կյանքում, միգուցե ինչ որ մի եւս հավելյալ եկամուտ ունենալ։ Արցակուրտ կարող եք գնալ վերցնեք արցակուրտ կամ արցակուրտային վերադարձնեն արդեն գումարը տան ոմանք կարող են մեքենա գնել մեքենայի վրա գումար ծախսեք մեծ մեքենա կարող եք գնել հարստություն է սա նաև նշանակում հարստություն ժառանգություն նաև այդպես Այնպես որ հիանալի է։ Իսկ առողջության հետ կապված այստեղ կան մանր-մուներ ինչ որ խնդիրներ են կամ պետք է ուղղակի ասում է ուշադրություն դարձրեք, հա, ինչ որ բաներ աչքաթող եք անում ձեր առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար հիանալի շաբաթ է։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ձկների, ինչ է սպասվում ձկներին, մարտի 17-ից 23 Ընդհանուր ֆոնը, փոփոխություն, անձնական կյանքը ձկների, աշխատանք, ֆինանսներ և առողջություն Что? Այստեղ փոփոխություն է սա։ Փոփոխություն է մարդու կյանքում։ Ինչ որ մի բան կարող է փոխվել ձեզ մոտ, ինչ որ մի բան կարող է գնալ ձեր կյանքից։ Թողեք թող գնա, ինչ էլ որ գնա, ուրեմն դա ձեզ պետք չէր, թողեք թող իր ճանապարհը շարունակի։ Սա մի փոքր կարող է ցավը, մի փոքր Այստեղ եւ անցյալը, եւ գումարի հետ կապված, եւ սա ինչ որ բաներ կան, որ ձեզ մոտ կարող է տալ, կամ հիշում եք, կամ նաեւ դեպրեսիա հնարավոր է լինել սա մարդու մոտ շաբաթվա ընթացքում։ Այստեղ գումարները դժվարությամբ եք աշխատում։ Ծանր է աշխատանքը կամ դժվարությամբ եք գումար վաստակում։ Դա է ձեզ մոտ այստեղ ցավ տալիս, որ չեք կարողանում։ Այստեղ կարող է անցյալի ինչ որ մի խնդիրներ են ի հայտ եկել, դա է ձեզ ցավ տալի։ Կամ հիշում եք անցյալը, դա նախկինում ինչ որ մի բան չեք բուժել ձեզ մոտ, հիմա է դա ձեզ մոտ խնդիրներ առաջացնում։ Սա նաև ինչ որ մի բան այսպես թե այնպես կգնա ձեզ մոտից նաև անձնական հարաբերություններում եւս եթե նկատում եք ընտրության առջև եք կանգնած լինելու մնալ, գնալ, ընտրել, շփվել, ուղղել հարաբերությունները, ընդունել հետ, բաժանվել եւ այլն, հա, ընտրության առջև եք կանգնած լինելու որը հենց դա էլ է ասում, հա, որ չգիտեք ինչ անեք։ Դատարկությունը մարդու ներսում նաև Միգուցե այստեղ ինչ-որ մեկի հետ կամ երկու երկրպագու ունեք, մտածում եք շփվեք թե ոչ, կամ առհասարակ այդ մարդու հետ շփվեք թե ոչ, պահեք ձեր կողքը թե ոչ, անցնեք մեկ այլ էտապ թե ոչ, հարաբերությունները շատ կարևոր է, կամ ընտանիքով եք որևիցե մի որոշում ուզում կայացնել, անեք թե չանեք, տեղափոխվեք, գնաք, ինչ անեք, որոշում եք բիզնես սկսել, անեմ, չանենք, հա, այդպես, հա, ոչ թե անձնական է ձեր եւ դիմացինի հանդեպ, այլ ընտանիքում կա այդ հարցերը։ Զույգերի մեջ կա, հա, երբ ամուսնանանք, հունիսին, կարող է սեպտեմբերին, կարող է հովանա նոր, հա, այդպես, ինչ որ կարող է նման ոչ է մի բաներ էլի լինեն հարաբերություններում։ Եվ
Աշխատանքի վերաբերյալ եւս ինչ ուղի ընտրել եք, դա ձեզ համար ճիշտ ուղի է համարվում։ Գնացեք այդ ուղով, դա է ձեզ համար ճիշտ ուղին, այն ինչ որ դուք ընտրել եք։ Յուրաքանչյուր բան է դա։ Միգուցե ուզում եք սա անեք, միգուցե ուզում եք այս բիզնեսը վարեք, սա, ամեն ինչ ասում է, այո, ճիշտ ընտրություն է։ Գնացեք եւ արեք։ Եթե թեկուզ աշխատանքից դուրս գալ էլի է ասում ճիշտ որոշում եք, աղա ձեզ այնտեղ ավելի լավ աշխատանք է սպասվում։ Ինձ կարող է ասում եք, որ չդնեմ տորթեր սարքեմ, տորթ վաճառեմ, ասում է հա արեք։ Ճիշտ ուղի եք ընտրել, գնացեք արեք։ Ինչ որ մտածում եք անեք, այս քարտերը նայելուց առաջ, ապա դա ասում է այո, արեք։ Այդ գումարը դժվարությամբ եք աշխատում, դրա համար երևի այստեղ ուղղություն եք փնտրում ձեզ համար, որը ավելի շատ ինձ գումար կբերի, որ գոնե մի քիչ տանջվեմ գումար աշխատելու մեջ։ Շատ եք տանջվում գումարը վաստակելու համար։ Կամ գումարային առումով բեռը ձեր ուսերին է։ Դուք պետք է գումար վաստակեք ընտանիքում, ուրիշ ոչ ոք։ Միայն ձեզանից է դա կախված, ոչ ոք չի կարող, ոչ ոք չի անում։ Ձեր ուսերին եք, դուք եք եւ հայր եւ մայր, հակառակը, մի խոսքով։ Այնպես որ ոնց որ դժվարություններ կան գումարը աշխատելու համար։ Դե համար ուղիներ եք փնտրում, կարող է սա էլ անեմ, նա էլ անեմ։ Արեք, ասա ասում է արեք։ Այդ ուղին ճիշտ է, գնացեք արեք։ Այստեղ կարող են նաև հին պարտքերը գալուզել։ Չի բացառվում, եթե պարտք եք ինչ-որ մեկին կամ դուք կարող եք ուզել ձեր պարտքերը կամ դժվարություններ կան այդ պարտքերը հետ վերադարձնելու համար։ Այս պահին գումար չեմ տեսնում, որ մտնում է ձեր տուն, որ ասեմ գումար է գալու։ Իսկ առողջությունը սա հենց կարող է իրոք անցյալում, որ ինչ-որ մի բանին ուշադրություն չեք դարձրել եւ հիմա դա է գլուխ բարձրացնում։ Դա խնդիրներ է ստեղծում ձեզ համար։ Այն ինչ որ կար, ուշադրություն չեք դարձրել, դրան ուղղակի ուշադրություն դարձրեք եւ քիչ խորացեք անցյալի մեջ, որտեղ դա մարդուն դեպրեսիա է տալիս ավելյալ։ Նա արդեն անցյալը փակվել գնացել է վերջ։ Կարող է դժվարությամբ գումար եք վաստակում եւ հիմա դա է որ ձեզ մոտ նման ինչ որ մի բան կա։ Անցյալի հիշողությունները ձեզ չեն հանգիստ թողնում։ Այսքանը։ Ձեզ խաղաղ շաբաթ եմ մաղթում։